Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանը դարձյալ մեկնարկեց առանց ընդդիմադիրների մասնակցության։ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները չէին մասնակցել նաեւ խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց այս բացակայությունների պարագայում ինչու պետք է քաղաքացիները իրենց ձայնը տան նման ընդդիմությանը։ Մեր ժողովուրդը ոչ միայն ձեր նշած ուժին, այլև ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի։ Քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին դա նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է։ Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որ ցանկը նայում ես ինչա, ոնց որ խառնածլն են ու բաժանածլն են։ Այսինքն նույն մարդկանց շրջանակը խառնած բաժանած։ Ուժեղ Հայաստան հետ Սերժ Սարգսյանի, Թևնա Ռոբերտ Քոչարյանի թևի մի մասի հետ եւ դա ակնհայտ է, այսինքն ըստ էության հանրապետականները իրենք էլ դա չեն թաքցնում եւ նաեւ կոնկրետ մարդիկ են ներգրաված դե Հայաստան դաշինքը չգիտեմ նույն անունով են հանդես գալու թե ուրիշ անուն են ընտրելու պարզա այս նույն արտահայտությունն է ընդ որում այս դաշինքի մի հատվածը հիմա տեղավորված է Ուժեղ Հայաստանում մյուս հատվածը տեղափոխվել է Բարգավաճ Հայաստան Վարչապետը հավելեց 6 տարի խորհրդարանում եղել է ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, սակայն չի հիշում դեպք, երբ բաց թողած լինի կառավարության հետ հարցուպատասխանը։ Այդ բացակայությունը մի բանի վկայությունն է, այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երխոհության մեջ եւ կարծում եմ նաեւ մյուս կողմից էլ կամաց վեշերը հավաքելու process-ի մեջ են ազգային ժողովից։ Անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ հասարակության մի հատվածը հոգնել է նախկիններ ներկաներ խոսույթից, վարչապետը ընդգծեց, հնարավոր չէ խուսափել այդ հակադրություններից, երբ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նախկինների ներկայացուցիչներն են։ Այդ շանսը կա։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պարզապես չեն անցնում, չեն հաղթահարում անցողիկ շեմը եւ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հարցումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է, խնդիր է մեր ժողովրդի համար լուծելու համար եւ մենք այդ էջը փակված ենք համարում եւ անցնում ենք հետագա մեր ռազմավարական ծրագրերի իրականացմանը, որը արտահայտված է Հայաստանի ինստիտուցիոնալ եւ տնտեսական վերափոխման դոկտրինի եւ ընդհանրապես իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Ես կարծում եմ, որ սա լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին, այդ բոլորին նստացնել նոյան տապան եւ բաց թողել բաց նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, թե ընտրություններում գործող իշխանության հաղթանակի դեպքում Հայաստանը տնտեսական պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ, իսկ ժողովուրդը կաղքատանա։ Ես կարծում եմ ձեր նշած բազմաքաղաքացին ինքը իր մասին է խոսել, երբ որ խոսել է աղքատացման մասին։ Ես կանխատեսել եմ եւ պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչեւ տարվա վերջ աղքատանալու է, որովհետև Իրանից մեծ որ բաները պարտավորություններ ստանձնել, այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր, այսպես ասած, նոմինալ ունեցածը իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր այսպես կողմից կառավարվող այդ բանի դարտնալացում, Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսակ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու։ Եվ ինձ տվյալ դեպքում այդ խոսույթը ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Վարչապետը անհնար համարեց Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտը, ընդգծելով, որ երկրների հարաբերությունները այսօր պատմական ամենաբարձր մակարդակի վրա են։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համատեք նախորդող շրջանի հետ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ
եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են եւ ուզում են այդպիսի էֆեկտներ, սադրանքներ անել, ես ուզում եմ այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի իրենց ունեցվածքը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ, սադրանքների մեջ չներքաշեն։ Արտաքին քաղաքականության թեման շարունակելով վարչապետը անդրադարձավ նաև TRIP նախագծին։ Նշեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից բարձրագույն մակարդակով հավաստիացումներ են ստացել, որ TRIP-ը նահանգների համար մնում է առաջնահերթություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով գործընթացները ոչ միայն չեն դադարել, այլև արագացել են, իսկ Հայաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են հնարավոր արագ ժամկետներում իրականացնել նախագիծը։ Նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը եւ ընդհանրապես ցանկացած բան, քանի որ process-ները հասունացած են, հասունանում են եւ անկասկած է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն, որովհետև առավել եւս հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե դրա տնտեսական նշանակությունը ինչքան է մեծացել։ Վարչապետը հավելեց, ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը։ Երբ որ մենք Ադրբեջանի մասին խոսում ենք, շատերն ասում են Ադրբեջանը TRIP-ին է մասնակցելու։ Ոչ, մենք պարզաբանում ենք, որ պարզապես TRIP-ը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի։ Պետք է սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի, եւ ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպիսի մոտեցում եւ շահագրգռություն ունի նաեւ Ադրբեջանը եւ Հայաստանի շահագրգռություններն էլ կարծում եմ ակնհայտ են։ Ուզում եմ ասել, որ ամենօրյա աշխատանք է իրականացում, ամենօրյա գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում եւ գործնականում ես եթե սուտ չասեմ, չկա մի աշխատանքային օր, որի ընթացքում ես TRIP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, որևէ հանձնարարական չտամ, որևէ խնդիր, այդ թվում կառավարության մյուս անդամները, որոնք ներգրաված են process-ի մեջ, Անդրադառնալով տնտեսական եւ ենթակառուցվածքային հարցերին, վարչապետը խոսեց ջրային ոլորտի ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, ջրային ոլորտի հետ կապված խնդիրները լինելու են կառավարության առաջիկա հնգամյակի 5 առաջնահերթությունների ցանկում։ Դրա մեջ մտնում են ջրամբարների կառուցումը, կարելի է ասել նաեւ ջրաֆիկացումը, որովհետեւ նաեւ հանրապետությունում այդպիսի բնակավար չկա, որ ջրի հետ կապված խնդիրներ չունենա։ Եվ մենք բոլոր տեղերում ունենք խնդիր եւ ոռոգման ջրի հետ կապված եւ խմելու ջրի հետ կապված լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում, մեր երկրի լեռներում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է, մեր խնդիրը ճիշտ կառավարելն է եւ ճիշտ տեղ հասցնելն է, եւ մենք այդ ուղղությամբ անելու ենք շատ կոնկրետ քայլեր եւ մենք շատ կենտրոնացած ենք լինելու այդ խնդրի լուծման վրա։ Պատգամավոր Էսթեր Այվազյանը էկոնոմիկայի նախարարին փոխանցեց պարարտանյութերի գնաճի վերաբերյալ գյուղատնտեսների մտահոգությունները։ Գևորգ Պապոյանը նշեց, խնդիրը առկա է ամբողջ աշխարհում եւ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով։ Նախարարը հայտնեց, կառավարությունը առաջիկա նիստում գյուղատնտեսներին աջակցելու որոշում կկայացնի։ Մեխանիզմը հետեւյալն է, 8000 դրամը գերազանցող գումարը կառավարությունը կփոխհատուցի, բայց ոչ ավել քան 3000 դրամ հաշվի առնելով մեր ֆինանսական սահմանափակումները այս պահին։ Օրինակ, եթե գինը եղավ 11000 դրամ, 3000 փոխհատուցում ենք, դա 8000։ Եթե գինը եղավ 11500 դրամ, նորից 3000 ենք փոխհատուցում, ստացվում է քաղաքացիների համար 8500։ Եթե գինը եղավ 10500 դրամ, այս պարագայում 2500 ենք փոխհատուցելու գինը, որպեսզի դառնա 8000 դրամ եւ այսպես շարունակ։ Կառավարության աջակցությունը կգործի պարարտանյութերի բոլոր տեսակների դեպքում։ Ժիրայր Գրիգորյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։